Ուրեմն հարգելի իմ դիտորդ այսօր մոգերի համար մեծ տոն է, մոգերի, կախարդների, կախարդուհիների համար։ Այսօր ամբողջ աշխարհը, ուրեմն վիկայական, նեոպատմական ավանդույթներում նշում են լամաս տոնը։ Սա հանդիսանում է տարվա անիվի 8 հիմնական սաբաթների տոներից մեկը և խորհրդանշում է առաջին բերքահավաքի սկիզբը։ Այսպես է տարվա անիվը։ Եվ այսօր մեր մոտ լամասն է։ Մենք արևի տոնը վերջացրեցինք, հասանք ցորենի, հասկի, պտղաբերության, բերքահավաքի տոնին։ Սա լամասն է։ Այսօր մեր մոտ 8-րդ, կներեք 8 հիմնական տոներից մեկն է։ Առաջին բերքահավաքի սկիզբ է համարվում սա։ Տոնի հիմնական իմաստը լուգ Աստծո պատվին։ Ուրեմն կելտական ավանդույթներում տոնը կոչվում է լուգնասանդ։ Ի պատիվ ուրեմն արհեստների եւ արևի լուգ Աստծո։ Ըստ լեգենդի նա հաստատել է այս տոնը իր խորթ մոր հիշատակին, ով մահացել է երկրագործության համար դաշտերը մաքրելու հյուծվածությունից։ Սա հացի օրհնության լամաս անունը գալիս է հին անգլերենից, պատարագ, հացի պատարագ անունից։ Այսօրվա գլխավոր ծեսը նոր բերքի ցորենից ընտանեկան հաց թխելն է, որը խորհրդանշում է երկրին տրված բարիքներն ու առատությունը։ Սա այն պահն է, երբ մոգերը, կախարդները, կախարդուհիները գիտակցաբար երախտապարտ են լինում մայր բնությանը, մայր երկրին, տիեզերքին և շնորհակալություն հայտնելու իսկական ժամանակն է։ Այն բոլոր հաջողությունների համար, որ բնությունը պարգևել է մեզ։ Ինչպես են նշում իրական մոգերը այս տոնը։ Հաց և թխվածքներ են պատրաստում։ Հաճախ հասկի կամ մարդու տեսքով։ Առատության սեղան են գցում, զարդարում են իրենց զոհասեղանը։ Արևածաղիկներով, հասկերով, սեզոնային մրգերով, նարնջագույն մոմերով, վառում են խարույկներ։ Այսօր ուրեմն ըստ կելտական աստղագուշակային խոր արմատներով օդի տարերքը այսօր սկսում է մտնել քուն։ Ուրեմն սա նշանակում է առաջադրանքի ավարտ, բեղմնավորման փուլի ավարտ։ Գարնանը և ամռան սկիզբը օդի տարերքը քամին, թթվածինը, էներգիայի շարժը, դա լինում է իր գագաթնակետին։ Օդն էր, որ տարածում էր ծաղկեփոշին, օգնում էր բույսերին բեղմնավորման, փոշոտման համար, շարժում էր էներգիան։ Այժմ օգոստոսի 1-ին այս աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և օդը գնում է հանգստանալու, քնելու։ Պտուղներն արդեն հասունացել են և օդի ակտիվ շարժում ֆունկցիան այլևս հարկավոր չէ։ Բնությունը պատրաստվում է կայունության։ Սա նշանակում է, որ արթնանալու է հողը։ Սա նաև մարդկանց մտքերի հանդարտացման ժամանակն է, լռության ժամանակ է։ Մոգության մեջ օդը պատասխանատու է մտքերի, գաղափարների, ինտելեկտի և անվերջ պլանավորման համար։ Լամաս այդ ամենը կանգ է առնում։ Սա մտածելու կամ նոր գաղափարներ հնարելու ժամանակը չէ։ Սա արդյունքները վայելելու և եղածը քաղելու փուլ է։ Մտքի քամիները հանդարտվում են, օդը դառնում է ծանր ու անշարժ, ինչպես լինում է օգոստոսյան տապին, զիջելով իր տեղը հողի նյութականացմանը։ Հարգելի մոգեր, սիրելի գոլեգաներ, կախարդներ և կախարդուհիներ, խոսքս իրական մոգերի, իրական կախարդ-կախարդուհիների մասին է, ոչ թե շինծու, ինքնակոչ կամ շարլատան, ես դրանց հետ գործ չունեմ։ Հարգելի գոլեգաներ, ես ձեզ շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, ցանկանում եմ, որ ձեր բերքը լինի առատ, ձեր աշխատանքը տա ձեր համար ցանկալի պտուղներ և այն շարժը, այն ակտիվությունը, այն
հոգնածությունը, այն մտքերը, հա, այն իդեաները, որոնք առաջացել են ձեր մեջ ողջ տարվա ընթացքում, թող անիմաստ չանցնեն։ Շնորհավոր, լամաս։